Ամեն, հարկ Տիրոջը։ Հալելույա։ Աստված օրհնի, կարող ես խաղաղությամբ Տիրոջ նստել։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ, սիրելի եկեղեցի։ Ես հավատում եմ, որ այսօր դու ակնկալիքով ես եկել, սպասումով, բայց այստեղ մի հատ հարց կա առաջանում, որ մինչև որ դու Տիրոջից ակնկալիք ես սպասում, դու ինչ ես նախապատրաստել Տիրոջ համար, Տերը ինչ ակնկալիք ունի քեզանից։ Այս հարցը, երբ որ մենք տալիս ենք, նշանակում է, որ իմ եւ Աստծո միջև փոխհարաբերությունը ճիշտ մակարդակի ընթացք է ստանում, որովհետեւ միայն գալ Աստծուց վերցնել ու գնալ ու դու ոչինչ չանել, նշանակում է դու հայլում նայեցիր քո պատկերը, դուրս եկար, մոռացար, չես հիշում իրականում ինչ տեսք ուներ։ Նու Աստծո խոսքն է դրա մասին ասում, մի ուրիշ համարի մեջ էլ ասում է, ինչը կազատի մեզ Քրիստոսի սիրուց։ Ցավը, տառապանքը, սովը, նեղությունը, տես տառապանք, ցավ, դժվար է մի փոքր ճնշման տատանումը լինի, այդ օրը մենք ծառայության չեն գալի։ Դժվար է մի քիչ ձայնալարերիդ խնդիր լինի, դու այդ օրը ծառայության չես գալի։ Դժվար է մի փոքր մի հարցի շուրջ լուծում չունես, տառապանքի, անլուծելի, անելանելի վիճակի մեջ ես, դու ծառայության չես գալիս։ Սերներս, սա առաջի համար մեկ սխալներից մեկն է, որովհետև առաքյալը սովորական հարց է տալիս։ Ստեղ գիտեք, հարցը հնչում, այնքան լավ է հնչում, ասում է, ինչը կարա, ինքը սովորական հարց է տալիս։ Ցավը, տառապանք, այսինքն ինքը հասկացնում է, որ ոչ ցավը, ոչ տառապանքը, ոչ հացի խնդիրը, որևէ մի խնդիր չի կարա մեզ Քրիստոսի սիրուց հետ պահել։ Բայց այսօրվա եկեղեցին լրիվ հակառակ պատկերն ունի, սիրելիներս, բավական է այդ օրը մի փոքր ականջի խոսակցություն հասնի, որ այդ օրը քո տուն հյուր կա, դու այդ օրը կարաս ծառայության չգաս։ Այդ օրը մի փոքր գլխացավ ունես, պտույտ ունես, դա քեզ համար հիմք է դառնում։ Հետո մենք սկսում ենք ասել, Տեր, ինչի մեր կյանքում բաներ չի փոխվում, ինչն է խնդիրը, որ մեր կյանքում լուծումներ չեն ստանում։ Լսի, սիրելի եկեղեցի ջան, ինչ վերաբերմունք մենք ունենք դեպի Աստված, նույնը մենք ստանում ենք մեր կյանքի վրա։ Էլի փառք Աստծո են Աստծո սիրո, այն երկայնամտության ու այն քաղցրության, որ ինքը ունի մեր նկատմամբ, էլի վատ իրավիճակների մեջ չենք ընկնում։ Դրա համար ես ուզում եմ, որ մենք ոչ միայն լինենք կիրակնօրյա ծառայություններին ակտիվ, այլ մենք ունենք շուրջօրյա ծառայություն։ Մեր գործը այսօրվանից հիմա պատկերացրեք, ես ծառայությունը վերջացրեցի ու սկսում եմ ապրել ուրիշ կյանքով։ Դա նման է ծառայության, բնականաբար, բայց մենք շատերս այսօր ծառայությունից հետո դառնում ենք լրիվ ուրիշ մարդ։ Դառնում ենք ուրիշ մտածելակերպի, դառնում ենք, որովհետև ստեղ Տիրոջ լույսի ներկայության մեջ այնքան հեշտ է քեզ բացահայտել, բայց երբ որ գնում ես եկեղեցից դուրս, արդեն ընդեղից սկսում է քո քննությունները, թե դու ոնց ես մտածում, դու ոնց կհակադարձեր ինչ-որ մեկը քեզ հետ կոպիտ վերաբերվեր։ Դրա համար մեզ պետք է սերներս, մենք ամեն անգամ հետևողական լինենք։ Հետևողականությունը միշտ բերում է արթնություն, հետևողականությունը միշտ բերում է կարգոկանոն, որովհետև հենց այդ կարգոկանոնն է մարդուն ստիպում, որ մենք իրականում Աստծուց երկյուղ ունենանք։ Իսկ եթե մարդը մի օրով է եկեղեցում լինում, նրանի սպասելիքները մի քիչ շատ չեն, որովհետև խոսքն ինչ ասում, հավատքը որտեղից է։ Լսելուց, լսել Աստծո խոսքից։ Այսօր մենք ինչ ծառայության պտուղներ ենք բերում։ Հիսուսն ասեց, գնացեք ու արժանի պտուղ բերեք արքայության մեջ, որովհետև երկնքի արքայություն առանց պտուղների մենք չենք մտնելու։ Այնտեղ գրվում է, հայտնության գիրքն ասում է, եւ բացվեցին կյանքի գրքի էջերը, չէ՞։ Ունտեղ գրած էր մեր կյանքը ու մեր առօրյան ամեն օրվա գրած է, ինչ ես արել դու այսօր, վաղը ինչ ես արել, քո առհասարակ քո կյանքը ինչով է սկսե ու ինչով ավարտե։ Ես մենակ մի բան եմ ուզում հարցնեմ,
Դու քո օրը ոնց ես սկսում ու քո օրը ոնց ես ավարտում։ Սա բավական է, որ դու մտորես ու հասկանաս, թե ոնց ես սկսում ու ոնց ես ավարտելու։ Իսկ թող Տերը դատավոր, իսկ մենք հնազանդ, որովհետև մենք դատում չենք։ Իմ խոսքը այնուամենայնիվ դատելու հետ կապ չունի։ Ես պարզապես ուզում եմ, որպեսզի մենք սթափվենք։ Հիսուսը ինչի համար ասեց, վերջի օրերը ինչին է նմանացնելու, Նոյի օրերին։ Ուտում էին, խմում էին, ամուսնանում էին։ Ինչի ծառայությունների չես գալի, գիտես պատրաստվում եմ ամուսնանամ։ Դա նորմալ է, բայց եթե դառնում ես Աստծո եւ ծառայության հաշվին, երբ որ դու դրա մեջ ես կլանվում, նշանակում է, որ Հիսուսը քո էջից դուրս է եկել։ Բայց ես ուզում եմ, որ Քրիստոսը բոլորիս առաջնայինը լինի։ Մենք ասում ենք սիրիր քո Տեր Աստծուն։ Մենք այդ պատվիրանը այնքան լավ գիտենք, բայց դրանով չի ավարտվում։ Ավարտվում է նրանով, թե որքանով ենք մենք սիրում։ Իսկ եթե մենք սիրում ենք, ուրեմն նրան միշտ առաջնայինն ենք տալիս։ Ամեն։ Այսօրվա թեման ընտրել եմ, սիրելիներս, արդարության պտուղներ, որովհետև կան պտուղներ, բայց ոչ արդար պտուղներ են, բայց ես ուզում եմ, որ մենք արդարության պտուղներին հետևություն անենք։ Ղուկաս ավետարան 3-րդ գլխի 8-9 համարներում արդ ապաշխարության արժանի պտուղներ ստեղծագործեք, արարեք ու մի սկսեք ձեր մեջ ասել մենք Աբրահամին մեզ հայր ունենք։ Գիտես կրոնավորությունը ինչքան է խանգարում, երբ որ մարդը հիմնված է ինչ որ մի բանի վրա, եթե հիմքը Քրիստոսը չի։ Սա իհարկե հրեաներին էր վերաբերվում, սամարացիներին էր վերաբերվում, այս պատմությունը, բայց այնուամենայնիվ այստեղ ճշմարտություն կա, ուղերձ կա վաղվա եկեղեցու համար, այսինքն այսօրվա եկեղեցու համար։ Իսկ այսօրվա եկեղեցին չպիտի վերցնի Աբրահամը իր համար որպես օրինակ, որպես պաշտպանիչ շերտ, որպես վարակույր, որ հետևում պաշտպանվեմ, թե ես այս բանը ունեմ։ Գիտես, այս բանը շատ անգամ նման է, որ ասում ես ինչ ծառայություն ունես, դու դրա հետևում պաշտպանում ես։ Ես եկեղեցում այս ծառայությունը ունեմ, բայց այդ ծառայությունը առանց պտուղների ոչ մի նշանակություն չունի։ Գիտեք, Հիսուսը մոտեցավ մի թզենու, ասում է ժամանակը չէր, բայց նայեց առաջին հերթին սովը զգաց, նա մի բան էր ուզում ուտել, նա մի բան էր ուզում այդ ծառից պոկել, որ իր քաղցը հագեցնել, բայց ինչ տեղի ունեցավ։ Աշակերտների աչքի առաջ ականատես եղան շատ շատերը, եւ նա անիծեց այդ թզենին, երբ որ գնացին ինչ որ X ժամանակի մեջ ինչ որտեղ, հետ գալիս բոլորը տեսան, որ այդ թզենին չորացած էր։ Գիտես, այդ թզենին տերևները, սիրելիներս, այն քրիստոնյաներն են, ովքեր որ միշտ թաքնվում, պահկվում են իրանց ծառայությունների մեջ, բայց իրանց ընթացքը բոլորովին անպտուղ է, անպտղության մեջ է, պտուղ չեն տալիս։ Գիտես, մի ուրիշ պատմության մեջ մի հատ բարի այգեգործ կար, ասեց, այս ծառը կտրենք, ասեց, չէ, գոմաղ լցնենք, միգուցե մյուս տարի ինքը պտուղ կբերի։ Գիտես, Աստված մի սպասում է մեզ։ Նա ամեն ժամանակ սպասում է, թե մենք երբ ենք պտղաբերությունով ներկայանալու։ Երբ ենք գալու իրականում մեր տված ծառայությունը պտուղ բերի, արդյունավետ լինի։ Այսինքն Երկերկոցի մեջ հետաքրքիր ասում է, նա այդ խնձորի համը, որը զգաց, ասում է, բոլոր անտառի համերից այդ խնձորի համը իր քիմքին լավ էր։ Այսինքն այդ պտուղը դու պիտի ուտես ու այդ պտուղից դու հաճույք ստանաս, դու վայելես, ուրախանաս, եթե մեկս մի ինչ-որ լավ բան ենք անում, ինչքան ենք չէ ուրախանում։ Հատկապես ես գիտեմ այն շրջանում, ովքեր որ
իրանք զոհաբերող մարդիկ են, իրանք նվիրատվող մարդիկ են, իրանք համար աղքատը հարուստը նույն հորիզոնի վրա է, երբ որ մի աղքատ ինչ-որ մի լավ բան է ստանում, սկսում է քո ներսը ուրախանալ, սա պտուղն է, որը որ խոսում է դրա մասին, սիրելիներս, իսկ հրեաները ուզում էին պաշտպանվեն, Հիսուսը ուրիշ բան ասում, այդ ապաշխարության արժանի, որն արժանին, դու լավ գիտես, թե որն արժանին և որը անարժանը, արժանին նա է, երբ որ դու միշտ ծառայության մեջ ես, երբ որ դու միշտ քո ծառայության մեջ պտուղ ես բերում, բայց այն ծառայությունը, որ առհասարակ պտուղ չի բերում, ու գնալով այդ պտուղը ավելի է վատ, գնալով կարգ ու կանոնից դուրս է գալի, գնալով իրավիճակներից դուրս է գալի, սիրելի եկեղեցի, այսօրվա իմ ու քո կոչը որն է Աստծո նպատակը, որ արժանի պտուղներ բերենք, չթաքնվենք ինչ-որ բաների հետևից, ինչպես որ այդ թզենին ինքը գեղեցիկ էր հեռվից, տեսարանը ընտիր, սա գիտես մի անգամ ինձ Տերը ինչ հայտնություն տվեց, որ այդ տերևները գեղեցիկ թզենու, լավ փարթամ դուրս էր եկել, բայց պտուղներ չկար, սա այն է, երբ որ քրիստոնյա ենք, եկեղեցի են գալի ու կարգ ու կանոն գեղեցիկ, ամեն, հիմա այսօր բոլորդ փայլում եք, բայց գիտես երբ պիտի փայլես, եկեղեցուց դուրս, որովհետև եկեղեցուց դուրս է սկսում մեր ծառայությունը, ստեղ միաբանություն կա, ստեղ Աստծո քաղցր ներկայությունը բոլորի վրա է, ու բոլորս ենք այդ լույսի մեջ փայլում, փայլատակում, առաջինը ես, բայց հետո մենք ոնց ենք վերաբերվում, այդ արդեն դու քո սիրտը, քո ընտանիքում, քո ամուսնու հետ ինչ տոնայնությունով ես խոսում, կինը ինչ տոնայնությունով է խոսում, մենք քրիստոնյաներ ենք, չէ համարում, ես ուրիշ բան չեմ ասում, ես խոսում եմ այն ինչ որ իրականում իմ սրտի մեջ այդ կրակը վառվում է ու ես ուզում եմ սա փոխանցեմ Տիրոջից յուրաքանչյուրից, որ մենք հասկանանք, որ ամեն ժամանակ, որտեղ էլ որ լինենք, ծառայության մեջ, ծառայությունից դուրս, Տերը միշտ մեզ հետ է։ Եվ մենք ասում ենք, ինչի մեր կյանքում այս բանը սենց ստացվեց, ինչի այս բանը սենց ստացվեց, խի իմ կյանքում լուծումներ չի ստացվում, խի իմ կյանքում այս բանը սենց եղավ, լսի, ինչ ցանել ենք, մենք այն էլ հնձում ենք, չկա այլ ուրիշ բան, որ ես կարող եմ ավելացնել, շատ բան կարանք ավելացնենք, բայց բավական այսքանը, որպեսզի մենք հասկանանք, որ պտղաբերությունը շատ կարևոր բան է, ստեղով չի ավարտվում, որովհետև ասում եմ ձեզ, որ Աստված այս քարերից կարող է Աբրահամի որդիներ դուրս բերել, բայց արդեն կացինն էլ ծառի արմատին է հասել, Արդ ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կկտրվի և կրակը կգցվի։ Տեսեք Աստված ինչ հրաշալի Հիսուսի խոսքերն են սրանք, որ Աստված կարա քարից էլ Աբրահամի որդիներ հանի։ Խնդիրը նա չի, որ մենք հավատում ենք, որ Աբրահամը մեր հավատքի նախահայրն է։ Կա մարդ, որ կասկածում է, որ Աբրահամը իր հավատքի նախահայրն է։ Չէ, մենք բոլորս էլ հավատում ենք, բայց իմացիր, որ Աստված կարա քար սրտերից Աբրահամի որդիներ անի։ Այդ դեպքում մենք ինչով ենք պաշտպանվելու, ինչով ենք մեզ ուզենալու արդարացնելու, իսկ դրա համար ես կոչ եմ անում քեզ առհասարակ երբեք մի պայքարի քեզ արդարացնես։ Հովհաննես 15 1-7 համարները։ Տեսեք հրաշալի ասում Հիսուս, ասում է. Ես եմ ճշմարիտ որդատունկը եւ իմ հայրը մշակն է։ Յուրաքանչյուր որդաճյուղ, որ իմ վրա է եւ պտուղ չի տալիս, նա կտրում է այն։ Եվ յուրաքանչյուր պտղաբեր որդաճյուղ էտում է, որ առավել պտղաբեր լինի։ Պատկերացնում ես ինչ հետաքրքիր, ստեղ այս թարգմանության մեջ շատ լավ է նկարագրում այս պահը, ես եմ ճշմարիտ որդատունկը եւ իմ հայրը մշակն է, Աստված զբաղվում է մեր պտուղներով եւ ասում են ճյուղը, որը որ որդի վրա չի, վազի վրա չի, խաղողի վրա չի,
ու նա տեսնում է, որ խանգարում է, հարց առաջանում, արդյոք իմ ու քո կյանքում այդ անպտղաբերության ժամանակաշրջանները չի, արդյոք ինչ-որ մեկին խանգարում ես, այո պիտի խանգարես, որովհետև չպտուղ բերող անձնավորությունը, գիտեք ինչի վրա է կենտրոնացած, գիտես ինչեր եմ տեսնում, դու նոր բան ես ասում, կա մի եկեղեցի, որ կմտնես ու դու կտեսնես արդարություն, կտեսնես ճիշտ, բոլոր եկեղեցիներն ունեն թերությունները, ընդհանուր նաև մեր եկեղեցին, բայց այն մարդը, որ պտղաբեր է, նրա աչքին երբեք ոչ մի սխալ չի երևում, գիտես նա ինչ է մտածում, ես այդ սխալը նկատեցի, ես այդ սխալը ինչ անեմ, շտկեմ, այդ սխալը շտկեմ, որպեսզի այդ սխալը առհասարակ չերևա, ում միջոցով երևաց Աստծո ձեռագործը, այն մարդը, ով որ նպատակ է դրել իր առաջ, ոչ թե սխալները նկատի, այլ ինչ որ սխալ է այն շտկի, արի 100 հատ էլ ես քեզ ասեմ, ինչքան սխալներ կա, սխալը հարց չի լուծում, գիտես որն է, որ մենք միաբանվենք և բոլոր սխալները դուրս վռնդենք մեր կյանքից, Աստծո նպատակը դա է, այսօրվա խոսքի ուղերձի հենց նպատակը սրանում է կայանում, որ ոչ թե մենք նկատենք այդ սխալը ասենք, վայ մամա ջան, բա հիմա ինչ ենք անելու, այլ որ միաբանվենք ու կարողանանք այդ սխալը դուրս վռնդենք մեզանից, որովհետև ասում այն ճյուղը, այն փոքր ճյուղը, որը որ վաղը ինքը դառնում է պտղաբեր, խանգարում է այդ ամեն ինչին, իսկ դրա համար մենք եկեք կարողանանք լուծենք այս հարցերը, որ հետագայում խնդիր չունենանք Տիրոջ հետ։ Միևնույն է, երբ որ մենք Աստծո աչքերով մեզ նայենք, մեկ ամ բոլորս էլ թերի ենք, ես էլ անգամ, բայց մենք երբ ենք արդարանում, երբ որ վազում ենք, մտածում ենք, խորհում ենք, ոնց անենք, որպեսզի այս հարցերին լուծումներ տանք։ Մենք ուղղակի նկատում ենք այն ինչ որ պետք է չնկատենք, այն ինչ որ պետք է նկատենք, այն չենք նկատում։ Երբ որ դու քո սխալների վրա կենտրոնացած լիներ, հաստատ իմացի դիմացինի սխալը չէր նկատի։ Եվ Հիսուսն ասեց, քո աչքի գերանը չես տեսնում, ուրիշի աչքի շյուղն ես տեսնում։ Այդ հենց այդ շուղը, բայց մեր աչքերի մեջ գերան կա, որը որ մենք չենք տեսնում, մենք միշտ մաքուր ենք, չկա մեզ նման, ուրիշ աննման, մենք ենք, բայց սենց չի լինում սիրելի եկեղեցի, ես քեզ կոչ եմ անում, որ այսօր դու մտափոխվես, այսօր որոշում կայացնես, որ իմ կյանքը երեկվա պես չպիտի լինի, որովհետև ասում եմ կտեսնեք օրերը մոտեցած չար ժամանակների հետ կապված Եբրայեցիս 10:23-ում ասում է մեկտեղ ժողովելը մի թողեք իսկ մենք առիթ ենք ման գալիս որ պատճառ բռնենք որ այդ ծառայությանը չլինենք մենք չգիտենք այս կյանքի ընթացքը ինչ ուղղությունով ու ինչ ժամանակի մեջ կփոխվի մենք մի ժամանակ գալիս ենք Ով կպատկերացներ, որ մի օրվա մեջ ամբողջ երկինքն ու ցամաքային ճանապարհը կփակվեր։ Մարդիկ որտեղ որ էին մնացին այնքան ժամանակ, որ միջև ճանապարհները բացվեցին։ Իրես ինչքան մարդիկ ստրեսի ու վախի մեջ ընկան, որովհետև մեկը գնացել էր տուրիստ, իր ձեռքի գումարն այնքան բավական չէր, որ մի 5 ամիս, 6 ամիս էլ մնար, օրինակ։ Բայց այդ մարդը հայտնվեց այդտեղ։ Արդյոք մենք կհայտնվենք միտեղ, որ ելքը չենք գտնի, բայց եթե դու Քրիստոսի հետ ես, որտեղ էլ որ լինես, որ քաղաքում էլ լինես, ինչ ճանապարհներ որ կփակեն, Աստված արդարի համար ճանապարհ ունի։ Խոսքն ասում արդարը 7 անգամ ընկնի, 7 անգամ էլ Տերը պիտի բարձրացնի։ Սիրելիս, ընկնելու համար դա նորմալ է, արդարը ընկնում է, բայց Տերն ասում է արդարը 7 անգամ ընկնի, 7 անգամ էլ Տերը պիտի բարձրանա, բայց եթե մենք արդարության մեջ ենք, ու մենք արդարություն չի գործում մեր ձեռքերը, էլ ոնց ենք 7 անգամ բարձրանալու, 7 անգամ ընկնենք, 140 անգամ խորանալու ենք, որովհետև սատանան հենց դրան է սպասում,
Իսկ նա գիտի արդարի ընկնելը իր համար ժամանակի հարց է։ Նա գիտի, որ իր Տերը եսը իրան կօգնի դուրս կգա, բայց այն մարդը, որ համեղ պատառ է իր համար։ Նա ասում է, ես դրան եմ սպասում, որ ոտքս էլ վրետ դնեմ, մի հատ խորացնեմ, որպեսզի դու ավելի խորը գնաս։ Դրա համար եմ ասում, մենք չգիտենք երբ է մեր անկումը կամ երբ է այդ ճանապարհները շեղվելու, ինչ էր որ բան կատարվի մեր հետ, ու մենք կարողանանք այդ դժվար իրավիճակներից դուրս գանք։ Իսկ դրա մեջ ամենալավ պրոֆեսիոնալ վարպետը դա Սուրբ Հոգին է, որ քեզ խոսում է քո սրտի մեջ եւ ճանապարհն է ցույց տալիս, թե դու ինչ անես, որպեսզի կարողանաս դուրս գաս այդ իրավիճակներից։ Ամեն։ Ասում եմ, մնացեք իմ մեջ, ես էլ ձեր մեջ։ Պատկերացնում ես Քրիստոսը քո մեջ է ու դու Քրիստոսի մեջ։ Խնդիր կա, կարա խնդիր առաջանա։ Չեմ կարծում, որ խնդիրներ կառաջանա, եթե իսկապես Քրիստոսը իմ ու քո մեջ է։ Իսկ եթե Քրիստոսը իմ ու քո մեջ չի, հիվանդ ես, առողջ ես, ավելին ասեմ, առողջը հիվանդանում է, հիվանդն ավելի է հիվանդանում, բայց եթե Քրիստոսը քո մեջ է, եւ թե տարբերակը, թե մյուսը քեզ բերում է օրհնությունների։ Ինչպես որդաճյուղը ինքն իրենից չի կարող պտղաբերել, եթե որդատունկի հետ միավորված չլինի։ Այնպես էլ դուք, եթե ինձ հետ չմիավորվեք, սիրելիներ, սենց տեղ ուզում եմ կանգ առնենք, եթե մենք չմիավորվեցինք Տիրոջ հետ, հիմքի հետ, մենք մեզանից պտուղներ չեն կարող բերել, որովհետև հենց Հիսուսը ասում է, որ եթե մեկը իմ հետ չի, իսկ դա ոնց է որոշվում։ Դա որոշվում է, գիտես, երբ որ դու հետևողական ես, երբ որ դու անկախ ինչ սեզոն ես անցնում, հոգևոր 4 սեզոն կա, ամառ, գարուն, աշուն, ձմեռ։ Հիմա մենք ասում ենք ձմեռա, չէ, բայց այսօր մարդիկ կան, որ գարնան սեզոն է իրանց մոտ։ Դա նորմալ է, սեզոններ են, որ մենք ժամանակ առ ժամանակ հատում ենք, անցնում ենք, բայց սիրելիներս, եթե մեր նպատակը ձգտումը նա չի, որ մենք գանք գարնանային տրամադրության, որ մեր ներսի պտուղները սկսեն բողբոջել, նշանակում է, որ մենք ցանկություն չունենք, իսկ եթե մենք ունենք, նշանակում է դու ապրում ես գարնանային տրամադրությամբ, իսկ եթե ցանկություն չկա դրան ընդառաջ գնալու, նշանակում է դու ձմեռային սեզոնի մեջ հարմարվել ես, ինչ ասում, այն ծառը, որ գտնվում է ջրի մոտ, իր բոլոր սեզոններին, ամառ թե ձմեռ, գարուն թե աշուն, ինքը միշտ պտղաբեր է, սասում է Աստծո խոսքը, նշանակում է, որ այն ծառը, որ տնկված է ջրի մոտ, այսինքն ջուրը դա հենց Աստծո խոսքն է, ջուրը հենց Հիսուսն է, խոսքը հենց Հիսուսը, ասում է սկզբում էր բանը, եւ բանը Աստծո մոտ էր եւ բանը ով էր, Աստված։ Այսինքն խոսքը ջրի հետ է համեմատում եւ այդ ջուրը հենց ինքը խոսքն էր։ Եթե դու տնկված ես այդ խոսքի մեջ, քո պտուղները ամառ, ձմեռ, գարուն, աշուն, խոսքն ասում, դու պտղաբեր ես լինելու։ Ամեն։ Բայց եթե դու ժամանակ առ ժամանակ ես սնուցում ստանում, մի օր կհայտնվես չորանապատում ու կտեսնես մի կողմը պտուղ է տալիս, մի կողմը չորանում է։ Եթե մեկը ինձ հետ չի միավորվում, նրա որդաճյուղի պես կնետեն եւ կչորանա, ապա այն կհավաքեն, կրակը կգցեն եւ կայրվի։ Եթե ինձ հետ միավորված մնաք, իմ խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ որ կամենաք խնդրեք, այն ձեզ կտրվի։ Տեսեք ինչ վերջում հետաքրքիր բան ասում, եթե ինձ հետ միավորված մնաք,
իմ խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ որ կամենաք խնդրեք, այն էլ ձեզ կտրվի։ Սիրելիներս, հիմա ես քեզ գաղտնիք եմ բացում, թե ինչն է պատճառը, որ քո աղոթքներին Տերը չի պատասխանում։ Չկա խոսքը քո կյանքում, չկա Տիրոջ ներկայությունը քո կյանքում, չկա պատասխան երկնքից։ Եթե ամեն ինչը կա, հնարավոր բան չի, որ քո կյանքում խնդիրներ լինեն։ Խնդիրներ կարան լինեն, բայց ոչ երկար ժամանակով։ Այնքան ժամանակով, որ դու քո ներսի խոսքով, Տիրոջ խոսքի հետ ունեցած հավատքով, հարաբերությունով դու կճնշես ու դուրս կանես, որովհետև մենք մեկս էլա չենք սիրում մեր տանը կեղտոտություն։ Ես չեմ տեսել մեկը, որ հաճույք է ստանում, երբ որ տան կենտրոնում կեղտ է հավաքված։ Գալիս են տշում կամ անցնում, գնում ընտեղ պարկում կամ բոլորս է սիրում ենք, չէ՞, մաքուր տեղ լինել։ Աստված էլ առավել ևս։ Ինքը ուզում է, որպեսզի մեր ներսը մաքուր լինի, որպեսզի ինքը կարողանա մաքուր անոթների հետ գործի։ Իսկ այդ մաքրությունը գալիս է, գիտես երբ, Աստծո խոսքով, որովհետև խոսքը երբ որ մեր կյանքի մեջ գալիս է, ինքը մաքրում է մեզ։ Ինքը մեզ հայտնություն է տալիս, ռեման է գալիս, որը նշանակում է հայտնություն։ Ու այդ հայտնության հիմքի վրա դու ասում ես, այ թե ինչն էր պատճառը, որ իմ անկումը ինչից էր, այլ ոչ թե պատճառներ ասել, ամեն ինչին մեղադրել, բայց ոչ միայն իրան։ Այ ամենացավալին սա է, որ մարդը եսակենտրոն է, եսասեր է, ինքնասիրահարված է, ու իր շուրջ կենտրոնացած է ու ոչ մեկին չի նկատում։ Այդ ցավը վտանգը հենց սրա մեջ է։ Բայց երբ որ դու մի մարդ ես, որը որ սիրում ես, քեզ նախատես։ Խոսքն ասում առակացի մեջ գնա քեզ հանդիմանողի մոտ։ Իսկ մենք երբ ենք եկել, որ ասենք, ես գիտեմ, որ դու հանդիմանությունը դա նա չի, որ մարդը նստած, ճիպոտը ձեռին, մենք այդ տեսակ մարդիկ էլ ունենք։ Անկախ իր սխալներից ինքը ճիպոտել սիրում է։ Բայց հարցը գիտես որն է, ճշմարտախոսությունը, որ անկողմնակալ է։ Ինձ համար միևնույն արամնել, հարութնել, բոլորը հավասար են։ Եթե կա սխալ, ուրեմն դի սխալի մասին ասվի, որպեսզի այդ մարդը բժշկվի։ Ստեղ ասելու նպատակը նա չի, որ այդ տվյալ մարդուն իջեցնել զրոյական պլինդուսի ցածր մակարդակի, այլ ստեղ նպատակը նա է, որպեսզի այդ մարդը իր սխալը գնահատի, զգա ու ապաշխարի, հետ կանգնի։ Ինչ է նշանակում ապաշխարություն։ Ապաշխարություն նշանակում է մտափոխվել, հետ կանգնել հին գործերից, այն որ մի ժամանակ անում էր։ Հունարենում այս բառը մետառենոնս բառն է, որը որ ինքը իր թարգմանությամբ ասում է կանգնել, հետ շրջվել, մտափոխվել ու գնալ այն ճանապարհով, որը որ քեզ նոր հայտնություն է տալիս, անառակ որդու պատմությունը տիպիկ օրինակ է, հիշեց, որ ինքը իր հոր տանը ինչ կարողություն ունի։ Ես եկել եմ ստեղ իմ ունեցածը վատնեցի, շնացողների ու չգիտեմ հարբեցողների հետ իմ կյանքը վայելեցի, բայց ոչ մի արդյունք չտվեց։ Այս սա էր ապաշխարությունը, որ հիշեց ու հետ եկավ իր հորտուն, իսկ հայրը միշտ սպասում էր։ Մեր հայրը միշտ սպասում է քեզ։ Մեր հայրը քեզ չի մոռացել, թեկուզ նույնիսկ այն ամենախորը մեղքերի մեջ ես, նա մեկ ասում է, արի ինձ, ես քեզ սպասում եմ։ Իսկ քանի որ ես ու դու դեռ մեր ֆիզիկական մարմնի մեջ ենք, մենք դեռ ունենք շանս, հնարավորություն Աստծո ուշադրությունը գրավելու, Աստծո սերը վայելելու, բայց երբ որ կանգնեցինք Աստծո արդար դատաստանի առաջ, այդ ժամանակ ոչ ես, ոչ Անգինը, ոչ Կարենը, ոչ մի հարցով, ոչ էլ մեզանից վկայության ցուցմունքներ են վերցնելու, սիրելիներս, հրեշտակներ կան, որ զբաղվում են դրանցով։ Նա գիտի, թե դու սայթում ինչով ես զբաղված, TikTok-ներում ինչ ես թերթում, ինչն է քեզ գրավում, ինչն է քեզ հաճույք տալ, ինչն է քեզ լավ դիրքի բերում։
Աստծո աշկերը չեն վրիպում, իսկ մենք ստանում ենք այն, ինչ որ մենք ցանում ենք, այն ինչը որ մենք, բայց էլի Աստծո ողորմությունը ու նրա սիրո քաղցրությունը, որ մենք այդ ամեն ինչ արած անելուց հետո, մենք ասեմ սարսափելի պատիժ չենք կրում, բայց կա մի օր, ու այդ օրը շատ հեռու էլ չի, սարերի այն կողմը, մենք բոլորս եկեղեցին սպասում է Քրիստոսի հայտնությանը, մի աչք փակել բացելով մենք հայտնվելու ենք նրա հետ, բայց հարցը դու կլինես այդ երկնքում իր հետ գազ որպես այս աշխարհը դատելու, թե դու կլինես այն մարդը, որ կգան քեզ կդատեն։ Ես ուզում եմ դու սրա վրա այս ուղղությունով շուրջ մտածես ու որոշում կայացնես, ոչ թե ուղակի, որ գաս ծառայություն եմ ուզում, այլ այդ ծառայությունը սկսես հենց քո տանից, որովհետև կարգոկանոնի մեջ լինող մարդը միշտ ինքը կարգոկանոնի մեջ է։ Հիմա ձմեռային օլիմպիադա էր գնում, ես հետաքրքիր է, մեկ նայում եմ, ու ես վերջերս հետաքրքիր մի բան ասվեց, ու ասեց Ճապոնիան այն երկիրն է, որ ամբողջ աշխարհի հետ համեմատվում է ամենակարգուկանոնով ու ամենակոկիկ երկիրն է, որը որ միշտ ներկայանում են կարգուկանոնի մեջ։ Եփեսացիս 5:26-27 որպեսզի նրանց սրբացնի մաքրելով, ջրի ավազանով, խոսքով, որպեսզի եկեղեցին իր առաջ փառավոր կանգնեցնի, այսինքն Աստված ուզում է ջրի ավազանով մեզ մաքրի, սրբացնի իր առաջ փառավոր կանգնեցնի, այո Աստված միշտ իր ժողովրդին գիտի ինչպես ներկայացնել աշխարհի մեջ, երբ որ դու գնացել ես ու մարդիկ հավանություն են տվել քո գեղեցկությանը, դա նշանակում է, որ Աստված աշխատում է քո ներսի համար, մարդիկ ոչ թե քո արտաքինն են տեսնում, քո ներսից է դուրս եկող լույսը, մի շփոթվեք, այսօր գեղեցիկ, շատ գեղեցիկ աղջիկներ, տղաներ կան, բայց որ նայում ես, դու տեսնում ես իրանց ներսը ինչ է նստած, բայց կան ուրիշ գեղեցիկներ, որ իրանց ներսում Աստված է նստած, ու դա ավելի է գեղեցկացնում, և ասում է, ինչ կա քո մեջ, որ մի բան զգացնել է տալիս, ամեն, իր առաջ փառավոր կանգնեցնի, որպեսզի որևէ արատ կամ բիծ կամ որևէ նման բան չունենա, որ սուրբ ու անարատ լինի, որն է նպատակ, այսինքն խոսքն է, որ մեզ կարող է փոխել, սիրելիներս։ Ես հիմա ինչ էլ ասեմ, եթե քո կյանքի մեջ խոսք առաջնային տեղում չլինի, մեկը իմ բերանը հոգնելու է, Աստված ենքամ ասելու, որպեսզի մենք փոխվենք, մեկը դու էլի նորից չես գալու քո ծառայությանը, մեկը դու անելու ես նենց ոնց որ դու ես գտնում ճիշտ, մեկը անելու ես նենց ոնց որ քո ուզած ձևն է, սիրելիներս, բայց Աստված երբ որ կկանգնեցնի իր արդար գեղեցիկ եկեղեցին ու դրա մեջ չլինես, ես այսօրվանից քեզ նախազգուշացնում եմ, սխալը փնտրիր քո մեջ, կարաս մտդ դնես քո վրա ու ասես, սխալը տանունը տուր ցածր, որ դու լսես, ուրիշի մեջ մի փնտրի, հենց քո մեջ փնտրի, ու կտեսնես Աստված քեզ հետ այսօրվանից աղոթքից հետո սկսելու է յուրահատուկ աշխատել, թույլ տվեք, որ ինքը գա, բայց մի պատճառներ բերեք, այս չէր, այն չէր, սիրելիներս, այս ամեն ինչ ասելով ես այնքան սարսափում եմ, երբ որ մեր մեջ տեսնում ենք, մեկն ասում արդ եմ առե, մեկը կին եմ առե, մեկը այդ փուլի մեջ եմ, սանք պատճառ չեն, որ մենք բերում ենք, Հիսուս Պողոսն ասում է, ինչը կազատի մեզ Քրիստոսի սիրուց, հարց է տալիս, սովորական հարց է, գիտեք, ու ինքը սովորական պատասխան է տալիս, ասում է, տառապանքը, ցավը, հիվանդությունը, նեղությունը, սրանք հարց չեն, որ ինձ ու քեզ Քրիստոսի սիրուց հեռացնի։ Հիմա կարող ես ասել, Հովիվ ջան, բայց ախր դու ցավի մեջ չես եղել, ես եղել եմ ու ցավի մեջ եկել եմ ծառայությունների, չեմ ասում են
ծայրահեղ իրավիճակների մասին սերներս, որը որ մարդ չի կարող անկողնից բարձրանալ, ես դրա մասին չեմ ասում, բայց եթե դու կարողանում ես ոտքի կանգնես, ու դու ուժ ունես գալու ու դու չես գալի, սրա մասին եմ խոսում, որ մի օր սատանան փափուկ բարձ կդնի քո գլխի տակ, ու հետո դու կկորցնես ու այլևս չես գտնի, ամեն, սրա մասին եմ ասում, Առաջի Պետրոս 1:22 մինչև 25 համարն ասում է մաքրելով ձեր հոգիները ճշմարտությանը հնազանդությամբ անկեղծ ստեղ եղբայրասիրություն է գրած, բայց չի նշանակում, որ մենք քույրեր, եղբայրներ կամ քույրը քույրիկի, եղբայրը եղբոր հետ պիտի ունենա անհաշտություն։ Հնազանդությամբ անկեղծ եղբայրասիրությամբ մաքուր սրտով միմյանց ջերմորեն սիրենք, վերածնվելով ոչ թե ապականության սերմից, այլ անապականից, Աստծո կենդանի մնայուն խոսքով, որովհետև ամեն մարմին խոտի պես է, հիշեցնում է, որ ամեն մարմին խոտի պես է, և մարդու ամբողջ փառքը խոտի ծաղկի, խոտը չորանում է և նրա ծաղիքը թափվում, իսկ Տիրոջ խոսքը մնում է հավիտյան։ Եթե դու ուզում ես լինել մի մարդ, որը որ դու տարբեր ժամանակներում, գիտես, բավական միակնթարթ, հիշում ես 16 տարեկան էր, մեկ էլ արթնացել ես 20 տարեկանում, 20 տարեկանում քնեցիր, մեկ էլ աչքերդ բացում ես, տեսնում ես 35 տարեկան ես, ու այդպես շարունակ, կյանքդ անցնում է, ու դու ոչից ես կյանքից չես հասկանում, որովհետև քո նպատակը Աստծո հետ չլինելն էր, դու ուզում ես, ցանկանում ես, բայց ուժ չունես դա անելու, իսկ ուժը որտեղից է գալիս, պարապելուց, լինելու միշտ ծառայության մեջ, Աստծո խոսքի մեջ, չեն ասում քեզ ինչ-որ մի բան արա, բայց եթե դու քո տանը քեզ չես վարժեցնում, քեզ չես դաստիարակում, քեզ չես կրթում, էլ արդեն հետո ումից ես ինչ պահանջում, դրա համար սիրելիս ես կուզեմ, որ մենք հետևողական լինի, սա է այն խոսքը, որ ձեզ ավետարանվեց, և նախավերջի տեղը Փիլիպպեցիս 1:9-11 Եվ այս եմ ասում, ես այս եմ աղոթում, որ ձեր սերն ավելի ու ավելի աճի, այսօր մենք պիտի աղոթենք, որ ձեր սերն ավելի աճի, գիտությամբ, հոգևոր գիտությամբ և ամեն հասկացողությամբ, գիտես, գիտություն է կա, բայց չկա հասկացողություն, պետք է որպեսզի մենք ամեն անգամ, որ հարց ես տալի, դու հասկացար, ասում է, չէ, ես բան չեմ հասկանում, բայց ոնց ես առաջ գնում, ինչի չես դրա համար պայքարում, ինչի չես դիմում, ինչի ընկերներին չես հարցնում, ինչի դու համակերպվում ես այդ չհասկացած բանիդ մեջ, այսօր աշխարհում չկա մի հարց, սիրելիներս, որ իր լուծումը չունենա, բայց եթե դու մի մարդ ես, որ սահմանափակվում ես այդ խնդրի հարցի շուրջ, նշանակում է քեզ համար ամեն ինչ եզրափակված է Որպեսզի դուք լավագույնը զանազանեք, որ Քրիստոսի օրը մաքուր լինեք ու անարատ, որ Հիսուս Քրիստոսի օրը սիրելիներս, երբ որ կգա, Հիսուս Քրիստոսի միջոցով, արդարության պտուղներով լցված, Աստծո փառքի ու գովերգության համար, Հիսուսն ինչ ասեց, արի իմ արքայության մեջ բարի ու հավատարիմ ծառա, Առաջի Հովհաննես 2:6 Ով ասում է նրա մեջ եմ ապրում, պետք է ինքն էլ այնպես ընթանա, ինչպես որ նա ընթացավ, սիրելիներս, ով ասում է նրա մեջ եմ ապրում, պետք է ինքն էլ այնպես ընթանա, ինչպես որ նա ընթացավ, ուրեմն ով է մեր այսօրվա օրինակը, Հիսուս Քրիստոսը, Ես իմ օրինակներից խոսեցի, ես խոսեցի Քրիստոսի օրինակներից, որ ամենալավագույն օրինակը և ուսուցիչը դա հենց ինքը Հիսուս Քրիստոսն է, որ եկավ այս աշխարհ, հանձն առավ իմ ու քո մեղքը
Եվ խաչապայտին բարձրացավ եւ այն էլ սարսափելի մահով մահացավ, բայց արդարությունը հարություն առնում։ Եվ Տերը նրան հարություն տվեց։ Ու ես ուզում եմ մենք կանգնենք աղոթքի սիրելիներս